Աշնան պարզ ու տաք այս օրերին դաշտերում գյուղացու ամենասպասված պահերին է կականատես լինում։ Մարզում ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։ Այս տարի, ինչպես նշում է Ազատանցի խոշոր տնտեսվարողներից մեկը, նախորդի հետ համեմատ բերքն այնքան էլ առաջ չէ։ Երաշտը ավելի քան 70 օր շարունակ տեղումների բացակայությամբ եւ 2 անգամ արձանագրված կարկուտը գյուղացու վրա թանկ նստեցին։ Նախ երաշտեր անձրև 2 ամիս վաբշե չի եկել։ Կարգդարությունն իր հերթին է նպաստել, որ բերքը ցածր լինի։ Միանշանակ կարգդարությունը կարող է ազդել բերքատվության վրա։ Համայնքների կողմից համապատասխան հանձնաժողովների ուսումնասիրություն կատարել, ներկայացրել են մարզային հանձնաժողովին, մեր կողմից ուղարկված ցուցակները ուղարկվել է էկոնոմիկայի նախարարություն հետագա դիտարկում իրականացնելու համար, քննարկում իրականացնելու համար։ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի խոսքով մարզում այս տարի կարտոֆիլի ցանկատարածությունները կազմել են մոտ 3500 հեկտար։ Սա նախորդ տարվա հետ համեմատ շուրջ 300 հեկտարով պակաս է, սակայն առավել մեծ ծավալով ներմուծվել ու կիրառվել է բարձր վերարտադրության տնկանյութ, ինչը հնարավորություն է տալիս որոշակիորեն պահել բերքատվության մակարդակը։ Պետք է նշեմ, որ նախորդ տարվա հենց համեմատությամբ այս տարի ավելի շատ բարձր վերարտադրությամբ կարտոֆիլի տնկանյութ է ներկրվել եւ ցանվել մարզում, որը բերքատվության բարձրացման հիմնական ցուցանիշներից մեկն է։ Կարտոֆիլի գինը ցածր բերքատվության ֆոնին չի թանկացել, նշում է տնտեսվարողը։ Այս հանգամանքը ձեռնտու է սպառողին, բայց ոչ արտադրողին։ Այս տարվա եղած բերքի համեմատ ինքնարժեքը չի բավականացնում։ Ինքնարժեքը ցածր է կանգնում։ Տված բերքն ու վրայի ծախսերը իրար չի բռնում, էլի։ Մեծածախ վաճառքը իրականացում է 110-ից 130 դրամի սահմաններում, գինն էլ հիմնականում պայմանավորված է շուկայի պահանջարկով եւ շուկայում է գինը առաջանում։ Վերջինիս խոսքով մարզում սկսում են հիմնել նաեւ սառնարանային հզորություններ, ինչը հնարավորություն կտա կարտոֆիլը երկար պահպանել եւ վաճառել ավելի շահավետ գնով ձմռան եւ գարնան ամիսներին։ Սա էլ սակայն իր մարտահրավերներն ունի կապված արտերկրից ներկրումների հետ։ Քայլեր ձեռնարկվել է պահեստային նոր հզորություններ են ավելացվել, սառնարանային տնտեսություններ են ձևավորվել, որոնք հնարավորություն կտան կարտոֆիլը հետագայում պահպանել եւ ավելի բարձր գնով վաճառք իրականացնել։ Մի տարի արդեն օգտագործել։ Անցած տարի հենց պահել են բերքը ու թանկել վաճառել ենք։ Բայց ամեն տարի չէ որ կարող ես պահել ու էֆեկտ ստանալ, էլի թանկ վաճառել։ Կարող է եւ պահես հագարակ էֆեկտ տա։ Էժանանա։ Ինչով պայմանավորված։ Այդ արդեն շուկան է կարգավորում, մենք ոչ մի չենք կարող անել։ Կարող է դրսից ներմուծումներ լինի։ Դաշտերում այս օրերին քրտնաջան աշխատող մարդիկ նշում են, բերքահավաքը համեմատաբար ավելի ուշ է մեկնարկել, մինչև հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ դեռ կշարունակվի։ Օգոստոսի 26-ից ենք սկսել կարտոշկա հավաքելը։ Միշտ ամեն տարի օգոստոսի 12-ից 10-ից այս տարի մի քիչ է դե բերքահավաքը սկսվել, որովհետև անձրևներ քիչ եղան, ուշ ցանվա, այդպես եմ սերմերը դրսից կուկա մեր ուշ եկել ուշ են ցանել, դրա պատճառով համեմատած ամեն տարվա բերքի շատ թույլ է այս տարի։ Ընդհանուր առմամբ գյուղատնտեսության վիճակն է այսպես ասած վատ, նշում են գյուղաբնակները, ինչի հարցում կարևորում են կառավարության աջակցությունը։ Գյուղացին շատ բուժված է ամեն ինչում։ Մի քիչ որ կառավարությունը նպաստի գյուղատնտեսությանը աջակցի ֆերմերներին, անաձեռներեցներին, թեկուզ սովորական գյուղացիներին մեծ բան կտա։ Մարզային պատասխանատուն էլ հիշեցնում է, գյուղատնտեսներն այսօր կարող են օգտվել պետության կողմից առաջարկվող մի շարք ծրագրերից։ Դրանց թվում է ագրոպարենային ոլորտի լիզինգի ծրագիրը, որի միջոցով հնարավոր է ձեռք բերել ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկա, տրակտորներ, բերքահավաքի եւ մշակության համար անհրաժեշտ սարքավորումներ։ Պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում մեր տնտեսվարողները կարող են օգտվել ագրոպարենային ոլորտի լիզինգի սարքավորումների ծրագրից, որպեսզի պահեստային հզորությունների հետ սառնարանային տնտեսությունների կառուցում իրականացնել, ինչպես նաև բերքահավաքը անկորուստ եւ ավելի արդյունավետ կազմակերպելու համար եւ ոչ միայն բերքահավաքը, այլ ամբողջ մշակության ընթացքը կարող են օգտվել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրից, որով հնարավորություն ունեն ձեռք բերել տրակտորներ, սարքավորումներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն գյուղատնտեսությունը։ Մինչ այս կամ այն ծրագրին կդիմեն կամ չեն դիմի ֆերմերները, մասնագետները կանխատեսում են, որ կարտոֆիլի դեպքում որոշ նվազում բերքատվության մեջ կլինի, սակայն տեղական պաշարները բավարար են ներքին շուկայի պահանջարկը ապահովելու համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։